Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սուրճ ու սեր առավոտից, այո, եւ բարձր տրամադրություն առավոտից եւ ողջույններ առավոտից, Մարինա Գրեգ եւ Լուսինե Մուրադյան, բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սկսված է սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը, Հայաստանում արդեն 9:30 րոպե, արթնացեք, ովքեր քնած են, հետո չասեք եկան, առավոտից փոխանցեցին բարձր տրամադրություն, իսկ մենք ուղղակի քնած էինք կամ բաց թողեցինք ու չէինք լսում հանրային ռադիո, իսկ մեզ կարող եք լսել 107 եւ 7 հաճախականությամբ Երևանից, սա գլխավոր հաճախականությունն է, նաև Facebook-ով դիտել մեզ, որովհետև այս պահին մենք արդեն live ենք, կարող եք տեսնել, գրել մեկնաբանություններ եւ իհարկե զանգահարել 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, հայատառ եք գրում Հայաստանի հանրային ռադիո, ոչ միայն մեզ դիտում եք, այլ հետևում եք օրինակ մեր մշտական ռադիոլսող Էդիկ Բաբուջյանի օրինակին, մեզ ուղարկել է ստիկերներ, սրտիկներ, շնորհակալ ենք իհարկե, որովհետև այդ ջերմությունը մենք միշտ ասում ենք, որ այս կյանքում ամեն ինչ է փոխադարձ եւ ջերմությունը եւս, որքան մենք ենք ուզում սեր ու ջերմություն տալ ձեզ, նույնքան դուք եք փոխանցում ձեր ակտիվությամբ եւ ձեր անմիջականությամբ։ Այնպես որ եղեք Էդիկի պես, առավոտից մեզ գրեք մեկնաբանություններ, խոստանում ենք, որ դրանք կարդալու ենք եւ ամբողջ եթերի ընթացքում լինելու ենք ակտիվ ու բնականաբար ակնկալում ենք նաեւ ձեր ակտիվությունը։ Դե նաեւ տեղեկացնենք, որ այսօր մայիսի 30-ն է, 5 շաբթ ուրբաթ է, արդեն ուրբաթ է, այո, ուրբաթ է։ Եվ մայիսի 30-ն է այսօր ուրբաթ է, այսինքն աշխատանքային շաբաթվա վերջին օրն է։ Դա նշանակում է այլ երկրներում օրինակ դա նշանակում է, որ մարդիկ այսօրվանից արդեն գնալու են ակումբներ, ուրախանալու են, իրենց ժամանցն են ապահովելու, որովհետև ամբողջ շաբաթվա ընթացքում միայն աշխատել ու աշխատել են։ Իսկ ի տարբերություն այլ երկրների, մեր երկրում մի քիչ այլ է իրավիճակը, մենք սիրում ենք ուղղակի աշխատանքից հետո հավաքվել ընկերներով ու լավ ժամանակ անցկացնել։ Դրա համար այդ ուրբաթ երեկոն մի տեսակ մեզ համար սովորական հավես երեկո է, ինչպես եւ մյուս երեկոներն են։ Մեզ մոտ ամեն օրն է ուրբաթ երեկո, բայց գիտես մի քիչ մտածում եմ, որ կապ ունի թե ինչ ոլորտում ես աշխատում, որովհետև ես ունեմ ընկերներ, ովքեր իսկապես ամբողջ շաբաթ աշխատում են եւ անհամբեր սպասում են ուրբաթին եւ մոտավորապես, եթե այսպես հետ նայեմ, հասկանում եմ, որ վերջին 10 տարիների ընթացքում է այդ ուրբաթ երեկոն Հայաստանում դարձել կամ weekend ասվածը, հա, հանգստյան օրերը Հայաստանում դարձել ակտուալ, որովհետև կան մարդիկ, ովքեր աշխատում են որոշակի ոլորտներում, օրինակ, չգիտեմ, իրավաբան, այսինքն ուզում ես ասես այնքան են հոգնում, որ չեն կարողանում աշխատանքից հետո այո, իսկ ստեղծագործող մարդիկ, ինչպես որ մենք բայց մենք էլ առավոտյան 6-ին ենք արթնանում եւ երեկոյան արդեն այսպես է։ Հա, բայց մեր գրաֆիկը քիչ թե շատ ավելի ազատ է եւ մենք կարող ենք մեզ թույլ տալ, օրինակ չորեքշաբթի երեկոյան նույնպես հավաքվել, գինի խմել, բայց եթե ընդհանուր դիտարկենք, ապա Հայաստանում միշտ կա այդ գեղեցիկ ջերմ միջավայրը եւ բազմաթիվ հայրենակիցներ, որ արտասահմանից գալիս են մեր երկիր, հենց խոսում են նրա մասին, որ այո, Հայաստանում է ջերմությունն է, որ իրենց կապում է այդ ընկերական հրաշալի միջավայրը, որ կարող են շրջանում մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջ անցկացնել հրաշալի երեկո եւ ամենակարևորը, որ ուղղակի կարող ես նախապես օրերով, ամիսներով առաջ չպլանավորել, այլ ուղղակի զանգահարել կամ գրել ով է գալիս, կոֆե կենտրոն բարակապակցությունը իզուր չի, որ ստեղծված է։ Իսկ ինձ հետաքրքիր է 90-ականներին այդպես էր, ուզում եմ հիշել, չէ՞ իհարկե։ Ես 90-ականներին փոքր էի, բայց ես հիշում եմ, որ մարդիկ ուղղակի տնից տուն էին գնում եւ այն ժամանակվա ուրբաթ երեկո Friday night ասվածը հարևանը, ով մի քիչ ավելի շատ հնարավորություններ ուներ եւ վիդեո մագնիտոֆոն եւ ունեին այսպես ասած Levi Lewis, իրենց տանը հավաքվում էինք եւ ունեին նաեւ հեռուստացույց ու դիտում էինք որևէ հայտնի սերիալ, որը այդ շրջանում շատ հայտնի էր, բոլոր հարևանները հավաքվում էին հենց այդ հարևանի տանը եւ հենց դա էր հրաշքը, կարծում եմ։ Մենք իզուր չէ որ այսպես փոքրիկ համեմատություն կատարեցինք 90-ականների հետ, բայց դրա մասին կխոսենք հաջորդիվ։ Ճիշտ ժամանակն է, որպեսզի արթնացնենք Հայաստանը, իսկ մեզ կարթնացնի Հայաստանը Ալա Լևոնյանը 90-ականներին, հա, այդպես մոտ այդ ժամանակահատվածում, սա իսկապես հիթ էր եւ կարող ենք ասել նոր ինչ որ ոչ մեր հայկական էստրադայում։ Եվ սա այն երգերից է, որը մինչև այսօր ակտուալ է, որքան լսվում է, այնքան լսվում է։ Դա նշանակում է, որ այն միանշանակ հաջողել է։ Բարի լույս Հայաստան, արթնացեք։ Բարի լույս։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, հաճելի տրամադրություն եւ իհարկե կարեւոր տեղեկություններ, որոնք պետք են տանից դուրս գալուց առաջ կամ ընդհանրապես ճանապարհներին կամ նույնիսկ եթե դուք տանն եք կամ արդեն հասել եք աշխատավայր, էական չէ, բայց օրվա հետ կապված կարևոր տեղեկություններով եթե զինված լինեք, ապա օրինակ եղանակային անակնկալներ ձեզ չեն սպառնա։ Օրինակ, երեք տնից դուրս էինք գալիս, տեսանք, որ արևային եղանակ է, այո, շատ թեթև հագնվեցինք եւ 1 ժամ հետո սկսվեց կայծակ, ամպրոպ, անձրև։ Բայց ծիծաղելին ու զավեշտալին այն է, որ մենք եթերում առավոտ վաղ հայտնում ենք, որ գալու է կարկուտ եւ այլն, մի խոսքով։ Ես մտածեցի խոսացել են, ասել են, պայմանավորվել են եւ այո, շատ հուզիչ է։ Լինում է, չէ՞ որ կանխատեսում են անձրև, բայց չի գալիս օրինակ, անակնկալ է անում եւ չի գալիս, բայց երեք այդ օրերից չէր, տեսնենք այսօր ինչ է մեզ սպասվում։ Ասենք նաեւ, որ արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ է պայմանավորված, որ այսօր գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաեւ Երևանում սպասվում է կարճատև ամպրոպ եւ անձրև, առանձին հատվածներում անձրևները նույնիսկ լինելու են հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Եվ այսօր հունիսի 2-ից 3-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, նաեւ վաղը եւ հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Այսօր ցերեկը հունիսի 2-ից 3-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեսնենք թե ինչ է սպասվում Երևանում եւ այսպես Երևանում հունիսի 2-ի երեկոյան, իսկ այսօր եւ հունիսի 3-ի գիշերը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին 2-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ։ Ահա, սա էլ ասեցինք, այս պահին որքան է։ Հիմա ասեմ, այս պահին Երևանում 19 աստիճան է եւ խնդրեմ Լուսինե, իմ հեռախոսի հավելվածը որևէ անձրև այսօր չի կանխատեսում։ Դրա համար ես կարող եմ շատ հանգիստ վստահել եւ դուրս գալ տնից։ Իսկ թույլ կտակ ես իմ հեռախոսի հավելվածը դիտարկեմ։ Այստեղ փաստորեն կախված է թե կայանները որ հատվածում են դրված։ Մենք դա վաղուց ենք արդեն, այսպես ասած, իմացել, տեղեկացել, որ եթե իսկ ինձ մոտ տալիս է անձրև, խնդրում եմ, այսպես ասած, վերանայել հեռախոսի հավելվածը, որովհետև այո, այստեղ ես ունեմ արդեն, որ այսօր կլինի անձրևոտ ժամանակահատված, ի դեպ նաև հնարավոր է ժամը 11-ի հատվածում անձրևային մաս, ժամը կեսօրին անձրև։ Երևանի մասին է խոսքում։ Լավ, մենք չենք սպասում անձրև, ամեն դեպքում եղեք ուշադիր։ Այս պահին նաև խոսենք փակ ավտոճանապարհների մասին, վերջին ժամի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-ից 42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկություն հայտնենք նաև կենտրոնական բանկից։ Այո, մի վարքյան, հիմա շատ արագ, խնդրեմ։ Այստեղ ամերիկյան $1 արժեքը 384 դրամ 15 լումա է, եվրոն 433 դրամ 59 լումա է, իսկ ռուբլին 4.8 է, այսպես մոտավոր եթե դիտարկենք։ Խոսենք նաև մայրաքաղաքի, այո, փակ փողոցների մասին, այս պահին խցանումների աստիճանը գնահատվում է 6 բալ, ոչինչ, այնքան էլ վատ չէ, եղել են նաև ավելի վատ թվեր, 7, 8, 9
Եվ այս պահին Սայաթնովա պողոտան մասնակի դժվարանցանելի է եւ երկկողմանի դժվարանցանելի է Գրիգոր Լուսավորչի փողոցը, աշխատեք շրջանցել Իսակովի պողոտան դեպի կենտրոն ընթացող հատվածը, նաեւ Հաղթանակի կամուրջը, այս պահին նաեւ Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածում դժվարանցանելի է։ Իսկ Իսակովի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել դեպի կենտրոն ընթացող հատվածում, դա նշանակում է, որ հույս չկա այս պահին այնտեղից դուրս գալու։ Ինչ լավ տեղեկություններ ես տալիս։ Իսկ եթե հույս չկա այդտեղից դուրս գալու, մեզ եք լսում, որ չնյարդայնանաք, ուղակի ժամանակը ճիշտ օգտագործեք։ Իհարկե, Սեբաստիայի փողոցը եւս դժվարանցանելի է, եթե հնարավորություն ունեք շրջանցեք, հարգելի ռադիո լսողներ, մասնակի դժվարանցանելի է նաեւ, սա որ փողոցն է, սա Մեծարենցի փողոցն է։ Աշխատեք շրջանցել։ Կարծում եմ այս ժամին բոլոր փողոցները հիմնականում այդ աշխատել շրջանցել։ Ինչպես նշեցինք 3 այսօր եւս Կիևյան կամուրջը, նույն ինքը Հրազդանի մեծ կամուրջը երկկողմանի դժվարանցանելի է, Կիևյան փողոցը եւս դժվարանցանելի է։ Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում, այս պահին կարծես կանաչ լույս է։ Ինչալոց Բաղրամյան պողոտայում նույնիսկ եթե ծանրաբեռնվածություն կա, երբեք մեքենաները երկար չեն կանգնում, շարժվող ցանում է։ Այսինքն դուք հաստատ այդտեղից դուրս կգաք մի քիչ տարբերությամբ։ Ուղղակի մի մտածեք, որ մի մեքենային անցնում եք, դա նշանակում է 1 վայրկյան շուտ տեղ հասնելու հնարավորություն ունեք, այդպես չէ։ Բաղրամյան պողոտան, Պրոշյան Բաղրամյան փողոցների հատման խաչմերուկից սկսած է դժվարանցանելի դեպի կենտրոն ընթացող հատվածը, բայց իհարկե այն մասնակի դժվարանցանելի է նաև Թումանյան փողոցը, Թումանյան Փարպեցի փողոցների հատման խաչմերուկով։ Սա էլ ասեցինք։ Մենք ունենք եւս մեկ կարևոր տեղեկություն այն մարդկանց համար, ովքեր պիտի գնան դիմավորեն հարազատներին կամ պատրաստվում են մեկնել, հատկապես որ կարող ենք ասել հանգստի ժամանակաշրջանը մեզ մոտ մեկնարկել է եւ արդեն մարդիկ տրամադրված են, պլանավորում են, որպեսզի գնան այլ երկրներ հանգստանան։ Ժամանման հետ կապված ունենք մեկ ուշացում, հարգելի ռադիո լսողներ, եթե դուք գնում եք ձեր հարազատներին դիմավորելու, որոնք գալիս են շարժայից, ապա տեղեկացնենք, որ նախատեսված ժամանակը, որ 11:10 էր, այդ ժամին չի ժամանելու, այլ ժամանելու է 11:29-ին, կարծես թե այլ բոլոր մնացած այսպես ժամանումները ժամանակին են։ Եթե դիտարկենք մեկնումները, ապա տեսնում ենք կրկին ժամանակին է ամբողջը։ Այսօր ամեն ինչ շատ լավ է, այո, ըստ երևույթին երևի թե եղանակային պայմաններն են բարենպաստ թռիչքների ու վայրեջքների համար։ Մի խոսքով անփորձանք թռիչք, անփորձանք վայրեջք, հրաշալի տպավորություններ ու հույզեր, եթե այս պահին դուք դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայանների ճանապարհին եք, բարի հանգիստ ես, մի հույսերով վերադարձեք շատ իհարկե, որովհետև գիտես, որ քեզ նոր էմոցիաներ են սպասվում։ Քիչ անց մենք արդեն կբացենք այն փակագիծը, թե ինչու էինք մենք, այսպես ասած, խոսում 90-ականներից ու այստեղ մենք հիշեցինք նաև Հասմիկ Կարապետյանի Անձրև երգը, որը այն ժամանակ շատ համահունչ է, որ անկանխատեսել է։ Գնացինք։
ուսեր առավոտից։ Եվ այսպես շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը, ինչպես սիրում է ասել մեր շատ սիրելի Մարինան։ Այո, եւ այսօր մեզ մոտ նոստալգիկ տրամադրություն է, որովհետեւ առավոտից լսում ենք հին ու շատ սիրված երգեր ու հատկապես դրանք այն երգերն էին, որոնք շատ հայտնի էին 90-ականներին ու չգիտես ինչու մենք միշտ անընդհատ երբ հետ ենք նայում, կարոտով ենք նայում, միշտ անցյալին կարոտով ենք նայում, դժվար ժամանակահատված էին։ Հատկապես 90-ականները մի տեսակ հիշում ենք շատ կարոտով, կարծես այնտեղ ինչ-որ բան ենք թողել։ Թողել ենք, այնտեղից բերել ենք, չենք թողել, այնտեղից բերել ենք լավ հիշողություններ, ջերմություն, որոնք մեզ անդադ տանում են դեպի այդ հիշողությունները, որովհետև գիտենք, որ մարդու ուղեղը հակված է ժամանակի ընթացքում մոռանալ դժվարությունները եւ իդեալականացնել անցյալը։ Եվ այդ պարագայում մենք հիշում ենք ոչ թե իրական դժվարությունները, օրինակ լույսերի անջատումներ, պատերազմի տարիներ, մրսել, ցուրտ, այդ վիճակներ ուտելիքի բացակայություն, ինչպես ասում էին տալոնով, չեքով, այլ այն զգացումները, երաժշտությունը, ֆիլմերը, ընտանիքի եւ ընկերների հետ անցկացրած պահերը եւ քանի որ ուղեղը մաքրելու հատկություն ունի, որպեսզի տեղ ազատի ու այդ դժվարությունները հանում է, որպեսզի քեզ համար շատ ստրեսային չլինեն, թողնում է միայն այդ լավը զտում է, հետեւաբար դու անընդհատ կարոտում ես այդ 90-ականները, որովհետեւ այդ ժամանակաշրջանի ջերմությունը հիմա չկա, հիմա ուրիշ ջերմություն կա։ Ամեն ժամանակ իր ջերմությունն է բերում։ Հիմա մենք մի այլ ճոխության մեջ ենք ապրում, բայց կարծես չենք այնքան ենք դրա մեջ, այնքան դա սովորական է մեզ համար դարձել, որ մենք կարոտում ենք այն հինը, որը այլևս չկա, ինչպես նշեցինք քիչ առաջ հարևանի տուն էինք գնում, ով ուներ լույս, լարով քաշած այսպես, եւ նաեւ այդ նույն մութ եւ ցուրտ տարիները մի տեսակ ջերմությամբ ենք հիշում։ Ես իհարկե փոքր էի, 3-4 տարեկան էի, բայց ահա որ կարոտում եմ այն ժամանակահատվածը, երբ մենք դուրս ենք գալիս, այնքան ձյուն կար այն ժամանակ։ Այո, եղանակներ էր այլը։ Այստեղ որովհետև մենք կարոտում ենք, որովհետև դրանք մեր երիտասարդության ու մանկության տարիներ են։ Սա եւս շատ կարևոր մի հանգամանք է, շատերի համար 90-ականները իրենց մանկությունն են, ոնց որ քեզ մոտ է, կամ պատանեկությունը, ոնց որ ինձ մոտ է։ Այդ տարիներին ձևավորվում են մարդուն ուղեկցող հիմնական զգացմունքները՝ առաջին սեր, ընկերություն, ընտանիքի միասնականություն։ Երբ հիշում ենք այդ տարիներ, մենք իրականում կարոտում ենք ինքներս մեզ այդ տարիներին, ինչպիսին էինք, հա։ Սա եւս շատ կարևոր է։ Ինչն է շատ կարոտում, Լուսինե, այդ ժամանակներից։ Շատ կարոտում եմ այդ առածյունը, որը Գյումրիում էր, այսպես նստում էր, եւ մենք ես ձմռան այդ ժամանակահատվածում հաճախ էի գնում, քեռուս տանն էի մնում, իսկ երկրաշարժից հետո գիտեք, որ Գյումրիում գրեթե բոլորն ապրում էին տնակներում, բայց մենք հայերս ունենք այդ գեղեցիկ ավանդույթը, նույնիսկ տնակը փոքրիկ խուցը դարձնել շատ հարմարավետ ու ջերմ։ Ես հիշում եմ այդ ջերմ մթնոլորտը, հատկապես այդ երբ չկար լույս, չկային այլ հնարավորություններ, ամեն երեկո քույրս նստում էր դաշնամուրին, նվագում էր, եւ մենք փորձում ենք որքան հնարավոր է գեղեցիկ դարձնել, հումորիկներ, համեղ ուտեստներ, որ միասին էինք պատրաստում, ընտանեկան ջերմություն։ Ես շատ լավ հիշում եմ եւ շատ կարոտում եմ փայտի վառարանները։ Վառարանը չենք քննարկում։ Պապիկս շատ շուտ էր արթնանում, առավոտյան 6-ից արթուն էր արդեն եւ հիշում եմ այն պահը, երբ մի թեթև արթնանում էի եւ արդեն լսում էի այդ փայտի ճտճտոցը, ուրեմն պապիկը արթնացել էր եւ արդեն տունը տաքացնում էր եւ նաեւ շատ հիշում ու կարոտում եմ վառարանի վրա պատրաստվող կարտոֆիլը, որը շամշադինցիներն ասում են ծիպուլ պլեջին։ Եվ սոխն էին էլի գցում այդ վառարանի մեջ ու հավաքվում էին վառարանի շուրջ, հիշում եմ նաև այդ ձնախառն, այսպես որ հագուստով գալիս էինք տուն ու մասուրի թեյ էին պատրաստում եւ այդ ամենը այնքան համեղ էր ամեն ինչ թվում ես։ Բայց հիշենք նաև մանկության խաղերը, որ այն ժամանակ կային, քանի որ չկար ինտերնետ, քանի որ չկար հեռախոս, չկային այդ հնարավորությունները, մենք ավելի շատ անցկացնում էինք բակում եւ փորձում էինք հրաշալի բակային խաղեր ստեղծել ու դրա համար մեր մանկությունն այլ էր, ավելի կոմունիկացիայի խնդիր չկար, միմյանց հետ շփվելու խնդիր չկար, սա շատ կարևոր հանգամանք էր։ Հիմա մենք մեր երեխաները ավելի լայն հնարավորություններ ունեն, բայց իրենք օրինակ նկատել են, որ շատ երիտասարդներ երեխաներ չեն սիրում հեռախոսով շփվել կամ այսպես դեմարդեմ շփվել, իրենք նախընտրում են ավելի շատ նամակագրության տարբերակը, ինչով էր տարբերվում, այն ժամանակ երգերն էին այլ, հա, այսպես կարող ենք ասել, ամեն ինչն էր այլ, դե բնականաբար ամեն ժամանակ փոխվում է եւ ամեն ժամանակահատված
կոնկրետ սերնդի համար յուրահատուկ էր։ Մեզ համար նաև յուրահատուկ էին, որովհետև այդ ժամանակահատվածում, եթե դիտարկենք 90-ականներից 2000-ականները, ապա մենք կտեսնենք այս պարագայում, որ երաժշտական, այսպես ասած, հետաքրքիր հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետև էստրադա մուտք գործեցին նոր աստղեր, նոր հիթերով ու նոր ոճերով։ Նրանցից մեկը շատ հայտնի Արփինե Բեկջանյանն էր, նրանցից շատ հայտնի Լիլիթ Կարապետյանը, ով մինչև այսօր էլ շարունակում է երգել եւ կարծես երբեք չի ծերանում, այս երգերը անպայման հասցնելու ենք լսել, իսկ այս պահին ո՞րն ես առանձնացրել Լուսինե։ Ինձ թվում է Արփինե Բեկջանյանի «Ես բուջուրեմ» երգը կլսենք, լսենք, հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ, շարունակվում է մեր ծրագիրը, հարգելի ռադիոլսողներ, եւ ճիշտ ժամանակն է, որպեսզի ողջ ունենք մեր շատ սիրելի գործընկերոջը Մարլենային, որը պատրաստ եկել է, որպեսզի վերջին թարմ տեղեկությունները ներկայացնի մեզ։ Մարլենա, քանի որ մի սերնդից ենք, այսպես կարող ենք ասել, ինչ է քեզ համար 90-ականները, հա, ինչպես կբնութագրես։ Լուսինե ջան, 90-ականները իմ մանկությունն է, պատանեկությունն է, երևի դրանով ամեն ինչ ասված է, շատ քաղցր,
շատ լավ ժամանակներ, թեև դժվարին ժամանակներ, շատերի համար ասոցացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, բայց միևնույնն է դա մեր ամենաքաղցր մանկությունն է եւ թեկուս նախանձելի վիճակում են մեր երեխաները հիմա, որովհետեւ սովորելու կոմունիկացիայի հետ կապված հնարավորությունները նրանց ավելի լայն են, բայց միևնույնն է մեր 90-ականները շատ ջերմ են եւ ջերմ հիշողություններ են առանցում։ Զգացել եք այդ ցուրտ ու մութ տարիներ ասելով, մենք ժպտալով ենք ասում այդ ցուրտ ու մութ տարիներ խոսքը։ Եվ գումարած Արցախյան գոյամարտի տարիներն էին եւ կար ոգեշնչում, կար հաղթանակ, կար ուրախություն եւ դա իհարկե իր դերը ունենում էր միշտ։ Եվ իմ սերնդակիցները միշտ հպարտությամբ նշում են, որ մենք վերջին սերունդն ենք, որը խաղացել է Բաքում եւ ունեցել է այդ տպավորությունները մանկության՝ ի տարբերություն այս ժամանակաշրջանի երեխաների։ Ինձ հարցը է հետաքրքրում, օրինակ մեր Բաքում երեխաները խաղում են։ Մեր Բաքում նույնպես խաղում են եւ իմ երեխաները նույնպես խաղում են։ Բայց մեր խաղերը ուրիշ են։ Մեր խաղերն աստվածային էին։ Այո։ Իսկ եթե այսպես գունային առումով բնութագրես, ինչ գույն կտաս 90-ականներին։ Ինձ համար բոլոր վառ գույները 90-ականներին եղել են։ Կրակի հետ ենք ասացնում, թեպետ ցուրտ ու մութ տարիները։ Ես կասեի կարմիր ու մանուշակագույն մուգ։ Դուք էլ ընտրեք ձեր տարբերակը, գրեք կոմենտներ հատվածում սիրելի ռադիո լսողներ եւ ուղեք մեզ այդ ժամացույցը, որովհետեւ վարքյաններ անց արդեն մենք կծանոթանանք ռադիո լուրի այսպես մատուցած վերջին թարմ տեղեկություններին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում ժամը 10 է, բարև ձեզ հանրային ռադիոյի առաջին ալիքի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Ազգային ժողովում 3 դռնփակ նիստում իշխող քաղաքացիական պայմանագրի падգամավորներն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի ժամ քննարկել են ժամկետային զինծառայությանը վերաբերող նոր օրինագիծը, որը պարտադիր զինծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթ է ներառում։ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր նախագիծը, ավելի վաղ հետաձգվել էր։ ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 24 միլիոն դրամ վճարել եւ ընդամենը 1 ամիս ծառայել, 18 միլիոնով էլ 4 ամիս։ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար 15 միլիոն տուրք վճարել, քանի որ ըստ նրա հիմնականում ծառայությունից խուսափելու նպատակով են հրաժարվում քաղաքացիությունից։ Այդ գումարով առաջարկում է մեծացնել պայմանագրային զինծառայողների թիվը։ Նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում, պաշտպանական գերատեսչությունն իր հերթին առաջարկել է վերանայել որոշ դրույթներ։ Թե ինչով է ավարտվել նախարարի ու падգամավորների երեկվա քննարկումը եւ ինչ կետեր են փոխվելու, դեռ հայտնի չէ։ Պապիկյանը օրինագծի մասին լրագրողների հարցերին 3 քննարկումներից հետո չի պատասխանել։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սակայն կարճ անդրադարձել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների մասին հարցին։ Նա նշել է հայկական կողմի պարզաբանման պահանջին ի պատասխան, Բաքուն պնդել է, թե ադրբեջանական կողմը կրակ չի բացել։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։ Անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցությանը, կողմերը կարևորել են բազմակողմ ձևաչափերում անխոչնդոտ եւ կառուցողական փոխգործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որպես երկկողմ հարաբերությունների խորացման շարունակական գործիք։ Հանդիպման շրջանակում քննարկվել են նաեւ 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովին առնչվող հարցեր, որի շրջանակում կողմերը կարևորել են համատեղ դիրքորոշումների ձևավորումն ու փոխգործակցության խորացումը։ Գորիսում երկուշաբթի հունիսի 2-ին կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ։ Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է Կարմեն Ափունցը, նա Գորիսի ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է։ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ քննարկումները շարունակվում են, երեկ հայտնել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երևանում ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, հավելելով, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Միջազգային եւ տարածաշրջանային լուրեր Միացյալ Նահանգները առաջարկում է 60-օրյա հրադադար Գազայի հատվածում, հաղորդում է Reuters-ը։ Ըստ այդմ առաջարկվում է 60-օրյա զինադադար եւ առաջին շաբաթվա ընթացքում 28 ողջ եւ մահացած իսրայելցի պատանների, ինչպես նաեւ 125 ցմահ դատապարտված պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում եւ 180 զոհված պաղեստինցիների աճյունների հանձնում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդներ Եգիպտոսի եւ Կատարի երաշխավորած ծրագրով նախատեսվում է նաև օգնություն ուղարկել Գազա Համասի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Իրանն ու Միացյալ Նահանգները իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի կարգավորմանը, սոցցանցում այսօր գրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է դիվանագիտական կարգավորման, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին։ Ավելի վաղ CNN-ը եւ մի շարք այլ արևմտյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ ապագայում կարող են համաձայնագիր կնքել Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ։ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև զինված բախումներ են սկսվել Հիլմենդ նահանգի Բահրամչա սահմանային վիճելի տարածքում, հայտնում է Ալ-Արաբիան։ Երկրների միջև սահմանը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միլանի Լա Սկալա օպերային թատրոնը աշխատանքից ազատել է իր դահլիճի տեսուչներից մեկին, որն ամսվա սկզբին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ գալամիջոցառման ժամանակ Պաղեստինամետ կարգախոս է հնչեցրել։ Reuters-ը հայտնում է, կինը բղավել է ազատ Պաղեստին, երբ Մելոնին Լա Սկալայում է եղել, թատրոնը տեղի ունեցածը չի մեկնաբանել։ Եվ վերջին լուրը Երևանում գինու տոն է սպասվում 3 օր հունիսի 6-ից 8-ը մայրաքաղաքի կենտրոնում Թումանյան, Մոսկովյան, Սարյան փողոցներում անցկացվելու է Երևանի գինու օրեր փառատոնը։ Այն համախմբում է գինեգործներին, գինու սիրահարներին, Armenpress-ի մամուլի ասուլիսում հրավիրված ասուլիսում Armenpress-ի մամուլի սրահում փառատոնի կազմակերպիչ Event Tour-ը ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը նշել է, որ այս փառատոնը արդեն 9-րդ անգամ է անցկացվելու եւ արդեն դարձել է Հայաստանի այցեկարգը զբոսաշրջության ոլորտում։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։
չկա ինչպես անհաց փակի ճամփա ես իմ մասիս անեմ սիրո Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, հաճելի լավ ջերմ տրամադրություն սիրելի ռադիոլսողներ բոլորիս եւ շնորհակալ ենք ձեզ ձեր ջերմության համար on-line հարթակում ստանում ենք նաեւ Ռիմի Կոնդյանից սրտիկ շնորհակալություն Վարդուշ Մաթևոսյանն է մեզ գրում բարի լույս Հայաստան, բարի լույս հայեր, սիրով, ջերմությամբ, ժպիտներով ու ծաղիկներով լի օր բոլորիս ու սուրճի բաժակներ, բոլ սուրճի բաժակները անբաժան են մեզնից եւ մեր բարակայից եւ դա կարծում ենք որ տրամաբանական է, շնորհակալ ենք որ հետեւում եք մեր ընթացքին Եվ այսպես հաղորդման այն մասն է, երբ պիտի ներկայացնենք արդեն մեր հյուրերին։ Գոր Սալնազարյան եւ Աննա Հայրապետյան, Arex Time YouTube-յան ալիքի ստեղծողներն են։ Նրանց հետ խոսելու ենք նորարարական պրոյեկտի, արվեստագիտության եւ երաժշտական նոր հարթակների մասին։ Բարի լույս, շնորհակալ ենք որ մեզ մեզ։ Քանի տարի է անցել արդեն ես հարցրեցի ու իզուր չէր որ հարցրեցի։ Մի 7 տարի անցել է, երբ դուք մեզ հյուր էիք եւ պատմում էիք հերթական ձեր, այսպես ասած, հետաքրքիր նախաձեռնությունների մասին։ 7 տարին քիչ ժամանակահատված չի, ու մենք այսօր խոսում էինք, թե ինչու ենք մենք կարոտում 90-ականները եւ 90-ականների խաղերը, երգերը, երեխաների հետաքրքրությունն ինչպիսին են ու հիմա ինչպես է փոխվել։ Կարծում եմ ձեզ հետ շատ ճիշտ կլինի նաեւ այդ մասին խոսել, որովհետեւ հետաքրքիր մի նախաձեռնություն եք արել ու հենց դրա համար էլ այսօր մեզ մոտ եք։ Նախ հասկանանք որպես մայրիկ, որովհետեւ այն ժամանակ երբ եկել եք, պատրաստում էիք արդեն մայրանալ Արդյոք դուք բախվեցիք այդ խնդրին եւ որոշեցիք այդ բացը լրացնել, որովհետեւ մենք շատ ենք խոսում եթերներում, որ այո, այսօր մանկական լավ երգերը քիչ են։ Քիչ են, երեխաները հաճախ նաեւ երգում են մեծական երգեր, հա, մեծիկների համար երգերն են երգում, այն դեպքում որ կան փոքրիկների համար երգեր, եւ երբ YouTube-յան հարթակում որևէ բան ես փնտրում, շատ քիչ որակյալ կոնտենտ կարող ես տեսնել հայկական։ Արդյոք դուք էլ բախվեցիք որպես մայր այդ խնդրին, դրա համար որոշեցիք ստեղծել YouTube-յան ալիք, որտեղ կլինեն սիրուն պուպուշ լավ երգեր մանկական։ Խնդրեմ։ Նախ շնորհակալություն ողջունում եմ բոլորին։ Այո, այդ խնդրին բախվել ենք, որովհետև հայկական իրականության մեջ հայ երգեր փոքրիկների, ամենափոքրիկների համար մենք գրեթե չունեինք։ Եվ այդ երգերը ի սկզբանե մենք տենց միտք չենք ունեցել, որ տենց ալիք ստեղծենք երեխաների համար, հենց մեր փոքրիկ Արեգը եղավ այն հիմնակետը, որից ստեղծվեցին մեր երգերը։ Մոտիվացիան Arex Time։ Այո, Arex Time, Արեգի ժամանակը, որը ունի նաև սիմվոլիկա իր մեջ։ Արեգը հենց հայկական արևն է, եւ նաև Արեգի ժամանակ դա մենք նաև դա առնչացնում ենք արևային ժամացույցի հետ հայկական։ Եվ փորձում ենք պահել նաև հայկականը, եւ մանկականը, եւ հայկականը։ Ձեզնից ում գաղափարներ դա ստեղծել է ալիքը։ Նո, երգերը քանի որ ծնվեցին, Գորը արդեն իր մասնագիտական հմտությունները ցուցաբերեց եւ ինձ ուղղորդեց, ասեց, որ արժի որ այս երգերը լինեն ոչ միայն մեր բալիկների համար, նաեւ մյուս հայ բալիկների համար։ Ստեղից ես շարունակեմ, ես էլ ողջունեմ, շատ շնորհակալություն։ Դե մենք վերջի անգամ այս տաղավարից երբ ելույթ ենք գնում, մենք որոշակի արդեն կարծես թե սաղմեր ունեինք ինչ որ մի բան նախաձեռնելու։ Եվ երբ որ ծնվեց մեր առաջնեկը Արեգը, դե Աննան ստեղծագործ անձ է, իսկ ստեղծագործ անձին դժվար է դնել ինչ որ սահմանների մեջ կամ ասվել այսպես ստեղծագործի այնպես։ Սկսեց ակամայից իր այդ ստեղծագործական ձիրքը
ինքն իրան ակամայից ուղղեց երեխայի վրա ու սկսեց մանկական ինչ-որ երգեր ստեղծագործել եւ հասկացանք որ ինչու՞ չէ թող նաեւ լինի երեխաներն վայելեն հա եւ երբ որ ստեղծեցինք այ ուղղակի ափսոս էր դա այսինքն բանավոր էր արվում կգնար կգորեր ուղղակի ստեղծեցինք հարթակ լինի եւ YouTube-ը այդ իմաստով տալիս է այդ հնարավորությունը ես էլ այդ երաշտական ձեր նշած հարթակները նաեւ ինչու՞ չէ օգտագործեցինք ու սկսեցինք տեղադրել սկզբից ինչպես միշտ ամեն ինչ շատ sense թեթև էր այսինքն ոչ մի գովազդ ոչ մի բան ուղղակի տեղադրում ենք եւ գնում էր եւ քանի որ Աննայի ստեղծագործական կյանքը նաեւ շարունակվում էր նոր երգեր նոր մրցույթներ Աննան երաժշտագետ կոմպոզիտոր երգահան արվեստի ինստիտուտի հայցորդ հա այս շատ կարեւոր է այսինքն մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցում է տեղի ունեցել այն սիրողական չի եղել այո երգերը երբ որ արդեն գնում էին հանրության տիրույթ հանրային տիրույթ այդտեղ արդեն ամեն ինչ արվում էր պրոֆեսիոնալ թե ձայնագրությունների առումով բայց իհարկե հոգուց բխող որովհետեւ առաջնայինը երևի թե հենց պատմեմ կներես գոր ինչպես է առաջին երգը առհասարակ ծնվել քանի որ մեր փոքրիկ արեգը դե գիտեք բոլոր փոքրիկները ճանապարհ գնալ չեն սիրում եւ անընդհատ լաց են լինում այդ ճանապարհներին եւ որպեսի այդ ճանապարհները մի քիչ խաղաղ անցնեն այո Ես եմ երևի մոտիկ խոսեք որպեսի խաղաղ անցնեն ես սկսեցի արեգին զվարճացնել ճանապարհին եւ ունեինք փոքրիկ խաղալիք կովիկ մեր առաջին երգը հենց կովիկը եղավ ով եմ եսը որ արեգին հանգստացնեի ես երգում էի ով եմ ես ասում եմ մումու ու արեգը հանգստանում էր ու սկսում էր լսել ուշադիր ու այստեղ ստացվեց ոչ թե կապիկություն էի անում որ երեխային ինչ որ ձև շեղել այլ նաև ինչ որ կոպիտացած գիտելիք էի նաև տալիս այսինքն ինֆորմացիա էի տալիս որը փոքրիկը կարա ընկալի հենց իր տարիքի համապատասխան եւ այդ նաև լինի ինչ որտեղ ուսուցողական եւ փաստորեն ազդեցություն ունեցավ երգը արեգը հանգստացավ իրականում այդ երգերը որ բոլորը այսպես երգ հնչյուն են կրկնվում են մումու ինչ որ կենթանիների ձայներ են դրանք նաև իմ փորձից ելնելով ասեմ որ նաև երեխայի խոսքն է ավելի շուտ բացում որովհետև փորձում է ինքը կրկնել ու երգի միջոցով շատ ավելի պրոդուկտիվ է դա դառնում թե խոսելու առումով թե իրան խաղացնելու ինչ որ տարբեր խաղեր հնարելու այնպես որ երգը այն միջոցն է, որը ամենապարզ, ամենաանմիջական լեզուն է, որ կարող է երեխայի հետ գտնել։ Մենք միշտ փոքրիկներին մեծացնելու ժամանակ, երբ YouTube-յան հարթակում փորձում ենք երգիկներ գտնել փոքր, հիմնականում անգլալեզուներին ենք հանդիպում, որոնք շատ հիշվող են, շատ տպավորվող են, շատ ճիշտ հաշվարկած է երեխաներին հասնելու համար, հա, այս բaragայում փաստորեն ու հայկական գրեթե չունեինք այդ շատ փոքրիկների համար երգերը, փաստորեն դրանք արդեն կան։ Հիմա ուրիշ հարց։ YouTube-յան հարթակում երգեր տեղադրելը, զուտ ուղակի երգեր տեղադրելը բավականին բարդ գործընթաց է, որովհետև այնտեղ ոչ միայն աուդիո տարբերակն է, այլև վիդեո տարբերակ պիտի լինի կամ ինչ որ տարբերակով պիտի կարողանաս գրավել այսպես ասած YouTube-ի հետևորդին, հա, դա էլ իր հերթին բավականին աշխատարար աշխատանք է, այ ոնց եք փորձում տեսա տարբերակը հարմարեցնել երգերին։ Այստեղ ես միշտ վստահել եմ Աննային, մայր եւ որպես մայր արդեն եւ որպես արվեստի հետ բուն ստեղծագործ անձնավորություն, որովհետեւ միշտ ասել եմ դու նկարի, Անան միշտ նեղվում էր, ասում էր ես նկարիչ չեմ, ես ասում եմ դու ինչ զգում ես, դա էլ նկարի, որովհետև դա կլինի անկեղծ ու դա կլինի ճիշտ մաքուր։ Եվ մեր հենց առաջի երգերը, հենց այդ նույն կողմիկն էլ, հենց Աննայի նկարներն են, ես մի քիչ տիրապետելով մոնտաժային որոշակի աշխատահմտությունների, հա, բայց շատ թույլ հմտություններից սկսեցինք դա տեղադրել։ Դե սկզբից ասացինք մենք այդ նպատակը չունենք, բայց գոնե վիզուալ ինչ որ ձև լիներ եւ դա ամբողջովին Աննայի ստեղծագործություններ։ Բայց այստեղ շատ ոճային տարբեր են։ Ես հիմա ձեր YouTube-յան հարթակում եմ եւ տեսնում եմ վիզուալ տեսանկյունից շատ տարբեր ոճերով են։ Այդ ըստ երգի էմոցիայի է, ըստ երգի այդ պահին ոնց ենք մենք արել եւ սկզբի մասը հաստատ նենց էր որ ոնց կարողանում էինք այդպես ենք անում։ Մի րոպե ուզում եք ասել այս ամբողջ գեղեցիկ պատկերազարդումները Աննան է արել։ Հիմնականում այդտեղ եւ որը նկարված է, այո, իսկ կան օրինակ մաման դուք եք նկարել։ Այո, մաման ես եմ նկարել։ Իդեպ եթե ոճի մեջ այն մեր Իդեպ եթե ձեզ հետաքրքրեց YouTube-յան հարթակը Arex Time եք
գրում եւ բերում է, սա իսկապես փրկություն է բոլոր մայրիկների համար, ամենակարևորը, որ այն կոմերցիոն բնույթ չի կրում, սա ուղղակի օգնություն է այն ծնողներին, որոնք ուզում են հենց փոքր տարիքից իրենց փոքրիկների համար հնչեցնել որակյալ եւ իրենց տարիքին համահունչ երգեր, ասա։ Ես այստեղ նայում եմ եւ ձեր հոլովակները ունեն օրինակ 7.7 միլիոն դիտում։ Խնդրում կասեք, որն էր առաջինը, որ տեղադրել եք եւ որքան դիտում հավաքեց այն ժամանակ։ Ու արդյոք կներեք, ակնկալում էիք, որ այսպիսի արդյունք եք ունենալ։ Ես մի քիչ պատմեմ ու Աննան շարունակի։ Բացարձակ չէինք ակնկալում ոչ մի բան, բայց այստեղ երբ որ մենք արդեն սկսեցինք տեղադրել եւ Աննան նաեւ կողքից իր մասնագիտական գործունեություններ ծավալում, ես էլ իմ մասնագիտական, այսինքն երաժշտությունը եւ երգերը ոչ միայն հասանելի են YouTube-ում, այլև բոլոր այլ երաժշտական պրոֆեսիոնալ հարթակներում, Spotify, Apple Music, Yandex, աշխարհի ցանկացած ծայրում, ցանկացած երկրում դրանք հասանելի են, դա էլ իմ մասնագիտությունն է, դրա համար մենք մոտեցանք պրոֆեսիոնալ, այսինքն ասեցինք, եթե անում ենք, անենք։ Եվ այստեղ Աննան հես կշարունակի, մենք հանրային ռադիոյի հետ միշտ կապերը շատ սերտ են, միշտ համագործակցում ենք եւ գալիս ենք եւ մրցույթ կար ռադիո Արևիկի Արևի երգը մենք այդ երգն էլ ունենք, որը հաղթեց իմ մայրիկ։ Աննան մասնակցեց եւ ոչ միայն ես ի զարմանս մեզ դարձավ առաջի տեղը գրավեց, այլ նաև հանդիսատեսի համակրանքը գրավ, որը մեզ նաև ընձեռեց հնարավորություն ձայնագրություն անել հանրային ռադիոյի լեգենդար ստուդիայում եւ մենք այնտեղ էլ երգ ձայնագրեցինք, այսինքն Alex Time-ի երգերին շրջանակներում, այո, այստեղից թող Աննան պատմի, ոնց մասնակցեց, հա։ Իդեպ այո, այդ մրցույթը շատ հետաքրքիր մրցույթ էր ինձ համար, իմ սրտից եկող մրցույթ էր, որովհետև դա երգի դաշտը, այն էլ մանկական ամենաանկեղծության դաշտն է, եւ դու կարող ես քո հոգունը, այսինքն ոչ մի շինց ու բաներ չկան այնտեղ, արհեստականը միանգամից երևում է։ Եվ պետք է ամեն ձև լինել բնական։ Ու երբ ես երգը երգում եմ, միշտ իմ բալիկներին եմ առաջին ունկնդրողները իմ բալիկներն են։ Ինչ ռեակցիաներ են։ Շատ ուրախ են, իդեպ ասեմ, շատ են ուրախանում։ Այս վերջերս դե Արեգը մի քիչ ավելի մեծացել է, սկսել է ինձ ասել. «Մամա, դու ամենալավ երգերն ես գրում»։ Ու այդ իմ ամենամեծ գնահատականն է, ճիշտն ասած։ Ու այսպես այդ Արևի երգը դեռ Արեգը փոքր էր, 3 տարեկան էր, իմ մայրիկ երգը գրեցի, ձայնագրեցինք եւ այդպես առաջին հորիզոնական դարձավ եւ սկսեցինք մեր ձայնագրությունները հանրային ռադիոյում, օր երգը այդտեղ կա, ես եմ երգել ու նույնպես ձայնագրել ենք այստեղ։ Այս շատ կարևոր բան է նմանատիպ մրցումները, կապ չունի թե որ հորիզոնականն են զբաղեցնում, ամենակարևորն այն է, որ լավ երգեր են ծնվում ի վերջո, այստեղ շատ կարևոր է, հետո դու ունենում ես բազա, դա էլ է լավ, բայց քանի որ իմ մայրիկից խոսեցինք, ես առաջարկում եմ միասին լսենք իմ մայրիկը, կարծում եմ դուք համամիտ կլինեք ինձ հետ, լսենք, հետո կշարունակենք արդեն։ Ամպերը տխրում են ու
Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ սիրելի ռադիոլսողներ, շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը, իսկ մենք զրուցում ենք արվեստագիտության տեխնացու, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական առցանց հարթակների մասնագետ Arex Time YouTube-յան ալիքի համահիմնադիր պրոդյուսեր Գոր Սառնազարյանի եւ երաժշտագետ, կոմպոզիտոր, երգահան Արվեստի ինստիտուտի հայցորդ Arex Time YouTube-յան ալիքի հիմնադիր Աննա Հայրապետյանի հետ, ամուսնական զույգի հետ, որոնք փորձել են նաեւ իրենց սերն ու ջերմությունը այսպես մեկտեղեն ու գեղեցիկ մի հարթակ ստեղծեն ու փոխանցեն դրանք այլ զույգերի, այդպես ասենք։ Հակազի շատ գեղեցիկ ներկայացրեցիք։ Դա շատ կարևոր է, ձեր սերն է ձեզ համախմբել, հետո ծնվել են ձակուկները, սիրո շարունակությունը եւ մոտիվացիան արդեն այդտեղից սկսվել է, ինչը շատ կարեւոր է։ 7.7 միլիոն, 6.7 միլիոն դիտելիություն այստեղ մենք տեսնում ենք, գուցե այլ երկրների համար դա սովորական թիվ է, բայց մեզ համար իսկապես վաու թիվ է, եւ այստեղ մենք հասկանում ենք, որ միայն Հայաստանով չի սահմանափակվել դիտելիությունը, այլ դրա սահմաններից դուրս է եկել։ Ընտրում եմ մի քիչ այդ մասին պատմեք, ինչեւ ուր ենք հաջողել։ Եթե թույլ կտաք, ես մի քիչ մասնագիտական նաև որոշակի բաներ ասեմ, քանի որ նաև ինքս աշխատում եմ երգիչների հետ, այո, միլիոնները միշտ մարդկանց մանավանդ այդ հարթակները իրանք եւս շագրգռում են, որպեսզի ակտիվ եղեք այս թվերը եւ այլն, դա նաև իհարկե իրենց կոմերցիոն բնույթն է, բայց մեր ալիքը փաստորեն բացարձակ մենք չենք սպասում, որ այդպես կլինի, բայց այդ մրցույթից հետո, այդ երգերի հանրայնացումից հետո YouTube-ը ինքը հասկացավ, որ երբ որ նայում է ինչ-որ մեկ ինչ-որ մի բան, YouTube-ը ալգորիթմները շատ խելացի են։ Նրանք բացարձակ հասկանում են, թե մարդ որտեղից եկավ այդ ալիք, ինչպես տեսավ, ինչի վրա սխմեց, քանի րոպե նայեց, ինչը գայթակղեց, լայքեց, կոմենտեց, դիսլայքեց, հետևորդ դարձավ։ Այդ ամեն ինչ հաշվարկելով ինքը հասկանում է, որ այս կոնտենտը հետաքրքիր է, մանավանդ հիմա վերջի մի քանի ամսում ինքը զրոյից դուք կարող եք բացել ալիք եւ ինքը սկսում է, այո, այդ իմաստով, այստեղ նաեւ մի քիչ մասնագիտական ցավ ունեմ, այստեղ որ կան շատ մարդիկ ոչ բարեխիղճ եւ բացարձակ ուղակի չհասկանալով խանգարում են, հասկանաք, խանգարում են, որպեսզի ասենք արվեստագետ մարդը, ստեղծագործ մարդը նաեւ այս ոլորտում ինչ-որ պրոֆեսիոնալ ներկայանա։ Ինչ նկատի ունեք այսինքն, նկատի ունեմ, ինչով են խանգարում։ Եթե ինչ-որ բանից չեն հասկանում, սկսում են ինչ-որ Բա YouTube-ում գիտեք, մի հատ Ամերիկայից եկեք ալիք բացենք, Ամերիկայից գցենք այնտեղ շատապրաս մոտորները։ Մի հատ համար Ամերիկայից կպցնենք, ասում են լավ է։ Հասկանում եք, ու երբ որ լուրջ են անում այստեղ Հայաստանում։ Փաստորեն դուք կոտրել ես կարծրատիպերը։ Ես ոչ թե կոտրել եմ, այլ ես ասում եմ փաստ, դա այդպես չէ։ Չէ, դու այդպես չես արել, նկատի ունեմ։ Այո, Եվ ցույց ես տվել, որ հնարավոր է։ Այո, եւ մանկական կոնտենտը, որը ճիշտ է, միշտ ամենա տարածվածն է եւ միշտ կա այնտեղ բաց, որ կարելի լրացնել, բայց YouTube-ում մանավանդ հայերենը դա ուղղակի ֆենոմեն էր եւ քանի որ մեր երգերը նաեւ կային բոլոր երաժշտական հարթակներում, այնտեղի արդեն երբ որ անալիտիկան էլ նայում էինք, հասկանում էինք, որ ինչ-որ նենց երկրներից լսումներ կան, նենց արձագանքներ կան, ասեմ դեռ հայեր կան առհասարակ եւ այսինքն հա եւ այս առումով նաեւ դրանով է պայմանավորված, որ YouTube-ը հասկանում է, որ երգը ոչ թե ինչ որ լսում են մինչև վերջ, այսինքն եթե 2 րոպե է, 2 րոպե լսում են։ Իսկ ունեք վիճակագրություն, թե որ երկրներից են ավելի շատ լսել։ Դե հիմնականում դա Հայաստանն է, երկրորդ տեղում է Միացյալ Նահանգները, որտեղ էլի մեր շատ հայրենակիցներ կան, հետո Ռուսաստանի Դաշնությունն, այնտեղ հիմա նաև տարբեր քաղաքական երևույթների պատճառով որոշ հարթակներ փակ են, բայց մարդիկ գտնում են ձևեր եւ այդ ամեն ինչը նաև հետո գալիս եվրոպական, այո, եվրոպական հարթակները ու այս պարագայում արձագանքն է շատ կարևոր, որովհետեւ մենք Facebook-յան էջ ունենք, Instagram-յան էջ ունենք ու ընդեղից գրում են, ասում են, վայ, լատինատար խնդրում եմ, մենք միշտ խուսափում ենք լատինատարից, բայց իրանք ասում են մենք հայերեն, հայ ենք, բայց լատինատար դրեք, որ դրսից են ուղակի ճունեն նաև տեխնաշար Այո, եւ կան մարդիկ, ովքեր ուղղակի պարզապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի շարք շատ բազմաթիվ մանկապարտեզներ, այնտեղ այդ child care կոչվածներ, այնտեղ մեր երգերով ուղղակի, չգիտեմ, վիդեոներ են, հանդեսներ են, մենք հունիսի 1-ին իմիջիալոց օգտվելով առիթից եւս մեկ անգամ այստեղ Այո, այստեղ եւս մեկ անգամ ասեմ, եթե ունեն մարդիկ այդ տեսահոլովակները, վիդեոները, անպայման թող ուղարկեն մեր Facebook-յան էջին, որտեղ մենք փոքրիկ այսպես բացիկ վիդեո բացիկ ենք, այո, տեսաբացիկ ենք ուզում սարքել, որովհետև չես կարող, մարդիկ գրում են, մարդիկ նշում են
ու սա արդեն մեր համար հաճելի է որ աննաստեղծագործում է եւ բայց դա արդեն լրիվ ուրիշ մի հարթություն է տանում պատասխանատվության ու այլ դաշտ։ Ես հույս ունեմ, որ մեր մանկապարտեզների վարիչները, դաստիարակները հիմա լսում են մեր եթերը եւ ոչ թե կվերցնեն մեծական երգեր ու ոչ այդքան ճիշտ երեխաների համար երգեր հանդեսներին օգտագործելու համար, այլ կօգտվեն այս հրաշալի բազայից եւ երեխաների հանդեսները կլինեն մանկական շատանան նկատի ունեմ էլի։ Բայց մեր ժամանակ մենք այսօր խոսում ենք իդեպ 90-ականներից եւ ինչն ենք կարոտում ու ինչու ենք կարոտում ու հիմա ես համեմատական անցկացրի, հիշեցի, որ երբ որ գնում էինք առաջին դասարան եւ ծանոթության ժամանակ այդ առաջին դասի ասում էին ինչ որ մեկը թող երգի կամ արտասանի չկար, ես հիմա չեմ հիշում, չկար երգ, որ պետք է կարող էիր երգել եւ այսպես կանգնում էիր։ Դու կարող էիր երգել խորթային հիմնը։ Ես չասեմ էլի ինչ եմ երգել, շատ վատ երգ եմ երգել, խայտարակ էր ուղղակի, խայտարակության աստիճանի, բայց հիմա որքան լավ է որ կա երեխաների համար այդ տարբերակը եւ շատ հանգիստ կարող են երգել։ Այո, իհարկե։ Այստեղ եւս մեկ կարևոր մի բան էլ կա, մասնագետները շատ են ասում, որ հղի կանայք հատկապես պետք է լսեն որակյալ երաժշտություն եւ երեխաները մեծանան ճիշտ երաժշտության ներքո։ Այո, շատ լավ է մատչելի դասական երաժշտություն շատ լսելը, բայց այստեղ շատ կարևոր է, երբ փոքրիկը ծնվում է, իրեն համահունչ ռիթմեր ու երգեր լինեն ու գույներ լինեն։ Մեր ծանոթները տենց էլ իմացել են։ Երբ որ մեր կուրսեցիները, մեր ընկերները արդեն երեխային ունեցել բալիկ, սկսել են երգել, հետո զանգել են, ասել են ոնց, էս դու ես, էս քո երգերն է, մեր երեխան ամբողջ օրը սա է լսում, սա դուք եք, վա ինչ լավ է, հենց այդ մայրության եւ երեխայի հետ կապը ասում են թեկուզ որ մայրիկը վատ է երգում, բայց մայրիկը պիտի երգի երեխայի համար, դա շատ կարևոր է, դե շատ վատ ենք հիմա մենք երգում, բոլորս չենք որ Աննայի նման լավ երգում ենք, ձեր երեխաները են երգում Ես էլ եմ վատ երգում։ Լուրջ։ Որովհետև հատկապես երբ քնացնում էի ու իրանց երգում էի, դե պատկերացեք իրանց օրորելով քնում։ Դե հաստատ լավ չէի երգում։ Շատ, ես ասեմ, շատ երգեր են ծնվել հենց այդ ժամանակ։ Հենց նույնիսկ կան երգեր, որ մենք դեռ չենք հրապարակել, բայց այդ երգերը կան, հենց ծնվել են, հենց օրինակ ես միշտ հիշում եմ մեր ժողովրդական երգերը, որ միշտ ասում էին մայրը երբ օրորել է երեխային, այդ ժամանակա ծնվել չէ ու ես ամեն անգամ երբ օրորում եմ ինչ որ երգեր ստացվում ասում եմ ես ժողովրդից եմ ես էլ եմ ստացվեց այո իմիջիալոց մեզնից յուրաքանչյուրը ինչ որ հանգեր էր փորձում երեխաների քննածներից արդյունքը ինչ որ երգիկ ծնվելն էր բարձ է ոչ որակյալ բայց այդուհանդերձ մեկ էլ ֆիքսում ես որ ռիթմ ու հանգ ես դրել անկախ քեզնից որ զբաղեցնես այս փոքրիկներին Պարզապես հետո ես արդեն փորձում եմ իրանց կոկիկացնել ավելի գրագետ բառեր դնել ավելի ճիշտ մասնագիտական մոտեցում եմ ցուցաբերում բայց այդ քանի որ իր սկզբնաղբյուրը անկեղծությունն է եւ բնական է ես իմ բալիկների հետ հասկացել եմ, որ մայրը եւ առհասարակ մարդը պետք է ամենաշատը մոտ լինի բնությանը։ Ու այդպես բալիկը նույնպես այդ բնությունը իր հետ կտանի, կմեծացնի եւ լավ մարդ կդառնա։ Այնպես որ ես շատ բաներ եմ հասկացել այս տարիների ընթացքում։ Փոքրիկները մեզ մեծացնում են, հետաքրքիր արժե համակարգ են փոխում, շատ բան են փոխում մտածողության մեջ կնոջ բնականաբար, եւ այստեղ նաեւ ինչու ոչ մենք նաեւ այդ ժամանակ ենք տեսնում ինչ բացեր ունենք մենք այս պարագայում եւ հաճախ եթե մենք տեսնում էինք հայտնի անգլալեզու երգեր, որ բոլոր փոքրիկները անգիր գիտեն, բայց ոչ մի հայկական երգ չէին լսում կամ չգիտեին անգիր։ Հիմա հուսամ այս երգերը կհասնեն նրան, որ մենք կունենանք մեր հայերեն տարբերակները, օրինակ անգլա A B C D E F ինչի չունենք մենք ինչ որ այդպիսի հայկական։ Այո։ Մենք արդեն նոր արդեն պահանջ Ես տարիքով մեր երգերը տարիքային աճ ունեն, այսինքն ձեր երեխաները եւ երեխան սեպտեմբերից գնում է դպրոց նենց որ սպասեք այդպիսի դպրոցական երգեր։ Այ արդեն թվերի մասին երգեր, թվերի մասին երգեր, այբուբենի մասին երգեր ավելի մատչելի, ավելի մանկական ոչ այտենց մեծական եւ ոչ արհեստական պետքա գտնվի այն կոպիտ ասած այն կորիզը գտնվի, որը կարելի է հայկական բառը, հայկական այդ տարբեր թեմաներ դնել երգի վրա ու երեխաները հավեսով երգեն
եւ նաեւ սովորեն ինձ համար կարեւոր է որ ոչ միայն դա լինի երգ, ոչ միայն դա լինի զվարճանք, այլ դա լինի ինչ որ օգտակար, դա լինի զարգացնող, դա լինի սովորել, որ երեխաները հիմիկվանից իմանան, որ սովորելը դա հավես բան է, սովորեն հավեսով սովորեն, հավեսով գիտելիք ստանան եւ Դե մենք տեսնում ենք արտասահմանյան շատ մանկական ալիքներ, որոնք սովորեցնող են թվեր, տառեր, աճ, ձախ ամեն ինչ, եւ այդ ամենը ամբողջությամբ երգերի միջոցով է։ Այս բարակայում շատ երջանիկ կլինենք, որ լինի հայկական տարբերակը։ Դե արդեն ճանապարհին են ստեղծագործելու, ասում են, որ երգը ստեղծագործողի երեխան է։ Այսքան երգեր եք ստեղծագործել եւ տեղադրել եք YouTube-ում, հետաքրքիր է ձեզ համար ամենասիրելին որն է այդքանի միջից, որ միշտ հիշում եք կամ այսպես տիտակ խոհանոցում երգում եք։ Այդ խոհանոցում երգող երգերը դեռ չկան այստեղ, բայց ես շատ եմ սիրում հենց առաջին երգը մեր ով եմ եսը, որ կենթանիների մասին է, որ երեխաների հետ ինչ խաղ լինում է, ինչ առիթ լինում է, կենթանի սովորում ենք, ինչ որ մի հատ լեգո ունենք, ասենք կովիկով, ինչ որ մի puzzle ունենք կովիկով կամ չգիտեմ ուրիշ կենթանիներով, պարտադիր այդ երգերը երգում ենք, այսինքն մենակ puzzle-ը չենք հավաքում ենք Նաև երգելով։ Այստեղ մի բաներ ավելացնեմ, ուրեմն այդ երգը շատ հեշտ է, ով եմ ես ասում եմ այդ կենթանու ձայնը ու ես կովիկն եմ, ես փիսիկն եմ, փիսիկը չկար եւ Instagram-ում մի աղջիկ, մենք Աննան արել էր կովիկ, շունիկ, սագիկ, գորտիկ, եւ Instagram տեսնենք արդեն այո, բայց փիսիկին մարդիկ են ավելացնում, այսինքն Instagram-ում վիդեո անում մեկը, երբ ով եմ ես անում եմ միա, ես փիսիկն եմ, հետո նոր կպնում եմ երգին, այսինքն երգերը նաեւ մեծիկներին է ստիպում ստեղծագործել։ Եկեք լսենք ով եմ ես, հետո շարունակենք։ Մենք նաև վայելեցինք ով եմ ես ու տարբեր կենթանակերպի նշանների, այսպես ձայները, տարբերակները լսեցինք, որքան հասկացանք երկու տարբերակ ունեք, հա, փաստորեն։ Շատ են։ Իսկ երգերը այդքան չես կարա 5 րոպեանոց, 6 րոպեանոց երկը արդեն ճիշտ չի։ Սերիաներով է, այսպես կարելի է անել։ Ես առհասարակ փորձում եմ երգերը լինեն ոչ շատ երկար, ոչ չձանձրացնի, չեմ սիրում ձանձրացնող երգեր, այլ լինեն կարճ, հակիրճ, պարզ, հասանելի ու նաև որակով։ Մենք այստեղ տեսանք, որ մեկնաբանությունների դաշտը փակ է եւ փաստորեն հնարավորություն չկա երգի վերաբերյալ մեկնաբանություն գրելու։ YouTube-ում, այո։ Մյուս բոլոր հարթակներում կա։ YouTube-ի օրենքն է, որ մանկական կոնտենտը
մաքուր պահի, զերծ պահի, ավելորդ եւ անգամ եթե դու նշես, մենք նշում ենք, որ մեր կոնտենտը երեխաների համար, բայց YouTube-ը շատ լավ հասկանում է եւ եթե տեսնում է, որ երեխա կա կոնտենտի մեջ երկար, այսինքն 80%, 70% երեխա է, ինքը ավտոմատ էլ կարող է համարի այդ վիդեոն այդ կոնտենտը մանկական ու ինքը ավտոմատ փակի։ Ես էլ եմ բախվել խնդիրների հետ։ Այո, չէ, այդ առումով այդ հարթակները շատ ուշադիր են, ինչ որ տեղեր խանգարում են, ինչ որ առումներով խանգարում են, բայց եթե վերադառնամ իմ ցավոտ հարցին, եթե հասկանում ես ինչու է, էլ դրա հետ չես պայքարում, հա, սկսում ես աշխատում ես հետը, հա։ Նենց որ եթե ուզում են մեկնաբանություններ գրել, կարող են Facebook-յան էջում գրել, կարող են Instagram-յան էջը նոր սոցիալական հարթակների միջոցով եք փորձում հասկանալ ընդհանուր տպավորությունը, այդքան էլ չէ։ Երբ որ ասում եք փորձում եք հասկանալ, տանում եք ավելի դեպի բիզնես չէ, նկատի ունեմ, որպեսզի զգաք արդյոք Աննան է զգում ամեն ինչ, այնպես չի լինում, չէ, որ երգը տեղադրեք ու վերջ, էլ չմտածեք այդ այդպես է լինում։ Հենց այդպես ուղղակի։ Հա, ես հենց այդ որ ասում եք կարծրատիպեր, ես հենց այդ եմ ասում, որ ստեղծագործում է Աննան։ Լավ, անում է երգ, այսպեսի հարց, 7 միլիոն դիտումից հետո, հիմա որ տեղադրում եք երգ, որը որ չի հավաքում, օրինակ 60,000 դիտելիություն, ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչու։ Չի, այն մեկը շատ հավաքեց, այն մյուսը քիչ։ Ես բացարձակ չեմ դրան հետևում, որովհետև նույնիսկ իմ ծնողները որ ասում են քանի դիտում հավաքեցիր, ասեցի ես տեղյակ չեմ, ճիշտ ասած, ես իմ երկերը իմ գործը անում եմ, ես ուրախանում եմ, իմ երեխեք ուրախանում են եւ փորձում ենք ուրիշներին ուրախացնել, մնացած տեխնիկական հարցերով զբաղվում։ Հենց այս պրոյեկտը, այս Arex Time-ը ինքը դիտումների համար չի։ Լավ է որ կան դիտումներ, այո, բայց առաջնայինը Աննայի ասածներն են, այսինքն կրթական 5 հոգի կլսի, բայց կկրթվեն 5 երեխա, թող կրթվեն 5 երեխա։ Չէ, շատ լավ է որ միլիոնից ավել ես հասկանում եմ, իհարկե։ Չէ, ուզեմ ասել, այս մեր մեդիա ոլորտն է միլիոն եւ այդ հարցն էլ է տեղից ծնվում, բայց միլիոնը ինչ անում։ Ոչ մի բան չի անում։ Միլիոնը իմ մեր պարագայում ուղղակի պարտավորեցնում է։ Ուրիշի պարագայում էլ է պարտավորեցնում, ուրիշ ուզում է 20 միլիոն, 100 միլիոն, դա հիմա ոնց կհասնի ասված իր հետ, բայց մեր երկերը գցում ենք շատ դանդաղ ասելով, այսինքն օրական կարող է 1000, 1500, 500, բայց երբ որ YouTube-ը տեսնում է, որ այդ 1000-ը 2 րոպեն էլ լսում են, YouTube-ը ինքը սկսում է արդեն ավելի շատ եւ մեր երկերը մի քանի ամիս հետո, այսինքն մեր երկի ակտիվությունը ստուգելու համար, մասնագիտական ասեմ, մի քանի ամիս հետո նայեք ինքը ինչ է հավաքել։ Մենք մեկնաբանություն նաև Facebook-ում մեր հետևորդ Աստղիկ Պետրոսյանը ռադիոլուսող գրել է հաճելի է լսել ու տեսնել, որ ստեղծվում են հայալեզու մանկական նոր երգեր, բազում հաջողություններ։ Ողջունում ենք Աստղիկին եւ շնորհակալություն եւ արդից օգնվելով նաև շնորհակալություն հայտնենք այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ օգնում են, որովհետեւ ինչպես մի քիչ առաջ ասացինք, երբ որ արդեն այդ միլիոնները եկան, մենք հասկացանք, որ դե ինչ որտեղ արդեն նաև հանրային է դառնում եւ թերություններ կան, Աննան նկարիչ է, ես մոնտաժի մասնագետ չեմ եւ մենք սկսում ենք համագործակցել շատ տարբեր մարդկանց հետ, պրոֆեսիոնալների հետ, ովքեր մեզ օգնում են։ Այո, չէ, արդեն կարճ ասած դիմում ենք, եթե մեզ ինչ որ մի բան է պետք, արդեն պրոֆեսիոնալների ենք դիմում, մեր շատ ուրախ ենք, որ ունենք պրոֆեսիոնալ ընկերներ, իրոք ընկերներ, որոնք եւ ընկերական են անում եւ բայց մասնագետն են դրա եւ անում են, ողջուն ենք բոլորին, շնորհակալություն որպեսզի շատ բաներ չլինի, գովազ չլինի եւ չմոռանանք հանգարց մեկին նշել, մենք շատ շնորհակալ ենք, մենք անպայման կանենք էլ ավելի շատ լավ բաներ եւ սպասեք։ Մենք էլ կսպասենք, շնորհակալություն։ Հունիսի 1-ը շուտով, այո։ Եվ առասարակ ոչ միայն այդ օրը պիտի մեր երեխաներին ուշադրություն դարձնենք, այլ ամեն օր։ Վերջին որ կատարումը լսենք մեր զրույցի եզրափակելուց հետո, Աննա ջան, ես շատ եմ սիրում Հայեմ փոքրիկը, իդեպ երկումա մեր տղան։ Եվ որպես հայրենասիրական երգ փոքրիկների համար ես չեմ գտել ինչքան փորձել եմ գտնել եւ ես փորձեցի ինքս ստեղծել այդ երգը եւ որպեսզի այդ փոքրիկները մի քանի օր առաջ կարողանան երգեն եւ իրանց տարիքին համապատասխան երգեր ազգային ինքնորոշման այսպես հա զգալու հայ որոշ անուններ ենտեղ իմանան Մաշտոցի անունը անդադ լսի երգը որ լսեք կհասկանաք լրիվ Լրիվ այո։ Ձեզ շատ շնորհակալ ենք, հաջողություն ձեզ եւ թող իսկապես գուցե ձեզ համար 7 միլիոնը ոչինչ չի ասում այդ թվերը, բայց այնուամենայնիվ դա խոսում է այն մասին, թե որքան շատ մարդկանց եք ներգրավել ձեր գաղափարի շուրջ, ձեր գաղափարի մեջ, թող ավելի շատանան թվերը։ Բազում հաջողություններ ենք մաղթում։
Եվ հիշեցնենք մեր հյուրերն էին Գոր Սալնազարյանը եւ Աննա Այրապետյանը, Alex Time YouTube-յան ալիքի ստեղծողները։ Այո, եւ վերջում լսենք հենց խոստացված երգը, որպեսզի հասկանանք այդ մանկական հայրենասիրականը որն է։ Ահա, այսպես, սիրելի ռադիոլսողներ, նաև տեղափոխվեցինք մանուկների աշխարհ, կարող ենք ասել, Գորի եւ Աննայի շնորհիվ, որովհետեւ հրաշալի հարթակ է ստեղծված բոլոր փոքրիկների համար եւ կարծում եմ սա կարող ենք ասել առաջին մեծ քայլն է, որը կունենա շարունակական բնույթ եւ մենք ծնողներս չենք բախվի այլևս նման խնդիրներին։ Այո, առհասարակ շատ կարևոր է, որ երեխաները լսեն մանկական երգեր, դիտեն այն ամենը, ինչը մանկական է, որովհետև ժամանակին, երբ այդ հնարավորությունը չկար, ինչ ասես, որ լսում էինք եւ դիտում էինք, խեղճ երեխաները ինչ որ բանը դարդոտած տառապած սիրո մասին են երգում, որը բալաջան, ինչու ես դու այդ երգը երգում, այդպես էլ է, չէ՞ լինում։ Հա Այդ ժամանակի 90-ականներին էր հատկապես ավելի ակնհայտ, երբ տեսնում էր փոքրիկները կանգնում էին բեմին ու այդպիսի երգեր էին երգում։ Հիմա ուսամ փոխվել։ Կամ ստիպված մեծերի հետ դիտում էին ֆիլմեր կամ սերիալներ, մեկ էլ այնտեղ համբույրի տեսարան էր լինում, ուղարկում էին ջուր խմելու կամ աչքերն էին փակում։ Քանի անգամ են ուղարկել ջուր խմելու։ Ինձ չէին ուղարկում, բայց ես վատ էի զգում, այդպես ամաչում էի, չգիտես ինչու։ Այսպես գործարանային համակարգեր էլի դրված էր արդեն, հա, աշխատող։ 90-ականների ջերմ հուշերի հետ կապված մենք այսօր բազմիցս խոսեցինք ու փորձեցինք վերլուծել ու հասկանալ, թե ինչով է այն պայմանավորված։ Մենք կարոտում ենք 90-ականները, որովհետև դա մի զգացողություն է, մի կյանքի ռիթմ, մի անկեղծ շրջան, երբ ամեն բան թերևս դժվար էր, բայց իրական, այսա շատ կարևոր է։ Այդ իրական լինելու, այսպես ասած, հանգամանքը շատ կարևոր է եւ ամենակարևորը մենք նաեւ շատ հաճախ տեսնում ենք մեր մեծերը երեխաներին, հա, այսպես խորհուրդ են տալիս լինել իրական եւ ամենակարևորը լինել տարիքին համահունչ, երեխաները իրենց տարիքի մեջ լինեն, մեծիկները իրենց, ավելի մեծերը իրենց ու այսպես գնա, որովհետեւ երբ դու տարիքի հետ ներդաշնակ ես, ժամանակաշրջանի հետ համահունչ ես, այդ դեպքում կյանքդ ավելի խաղաղ է։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա երեխաները շատ ավելի երեխա են եւ երեխայական են, չնայած որ շատ արագ են մեծանում եւ ինֆորմացիա աղբյուրները բայց շատ այո, ու իմ կարծիքով շատ ավելի խելացի են, քան օրինակ 90-ականների
այդ ժամանակահատվածի երեխաները, այնուամենայնիվ այդ տարբերությունը նկատելի է եւ մի քիչ երևի թե ճիշտ էլ չէ համեմատել, որովհետեւ այն ժամանակ չկային այդքան շատ հնարավորություններ։ Այո, եւ այն ժամանակվա երգերն ու այս ժամանակվա երգերը եթե համեմատում ենք, ապա լավ թե վատ այդ տարիների երգերը շատ անկեղծ էին ու հաճախ ավելի անմիջական։ Նաեւ չմոռանանք, որ այն ժամանակ չկային PR արշավներ, սոցիալական մեդիայի ճնշում կամ արհեստականություն եւ այնտեղ ուղղակի ամեն ինչ պարզության մեջ էր, հա, ոչ պարզունակության, սա շատ կարեւոր է չխառնենք, արտիստները երգում էին այնինչ զգում էին, իսկ հասարակությունը նույն բանն էր զգում, սա եւ շատ կարեւոր է լինել ընդհանուր էմոցիոնալ նույն ռիթմի մեջ։ Ինչու էին էմոցիոնալ նույն ռիթմի մեջ, որովհետև երևի թե շատ այլ ընտրանք չկար։ Մի քանի արտիստ կար, ովքեր համարվում էին այն ժամանակվա աստղեր եւ իսկապես աստղեր էին, որովհետև նրանց ամենտեղ չէր կարող հանդիպել եւ նույնիսկ նրանց երգերը բոլորը երգում էին, բոլորն անգիր գիտեին։ Մենք հիշում ենք Լիլիթ Կարապետյանի լուսանկարով շոկոլադները, կարծեմ սուրճ էլ կար, որ վաճառվում էր։ Ես հիշում եմ շատ մի կարևոր, շատ այսպես երգ, որը միշտ ակտուալ է, երկու քուրենք, երկուսս էլ մի բոյի, հա։ Արփինեն ու Լիլիթն էին երգում եւ դա իսկապես հիթ էր։ Մի խոսքով շատ սիրուն երգեր ծնվել են այն ժամանակ ու այն ժամանակը նկարագրող երգեր, դրանք եւս շատ կարեւոր են։ Առաջարկում եմ լսել մեկ դուետ, համավ ձայնես, Վարդուհի Վարդանյան, Արման Աղաջանյան, Մութն ընկելա։ Շատ լավ եւ դինամիկ ու պոզիտիվ կատարում, որը 2000-ականներին շատ հայտնի էր եւ Այ կարծես վերջերս էլ լսել ենք նոր մատուցմամբ, նոր մատուցմամբ, չեմ հիշում։ Մաշան եւ Արմուշը։ Դե լսենք։ Տակտից մացում մերել եմ, զորով իմը նորից դրել եմ Աչքս ճամփից սարել է Մերը տարավոտից կանքս կերել է Տան գործերը արել եմ Ճաշը էպել լված կարիվ փրել եմ Մասից հյուսկը հյուսել եմ Տեղի բորիկները շորս հակել եմ Մութը անգելա Սիրուն յարս դաշտում կորելա Դաշտում կորելա Չլնի յարիս գելա կերելա Շատակ ինձանից Պաբուս թուրք թվանքը կախած խալից Թևը ժատա թշնամին Կինոն հիշի արակ նայի աչկերին Սմբակից այդ որ լսես Ձիուն նստած հաղթած գալիս եմ պես Մութ գիշեր արծատ լուսին Ձիտը ծրտել լալալա ուսին Մութը անգելա Սիրուն յարս դաշտում կորելա Դաշտում կորելա Չլնի յարիս կելը կերելա Չլնի յարիս կելը կերելա Տեսնես ոնց ագելը Ավ ինչ լավ է իրար հետ Վարգանք լիքել առաջ մի քայլ հետ Երկու քայլ է գնակով Նստենք թախտին ուտենք բող Մութը անգելա Սիրուն յարս դաշտում կորելա Չլնի յարիս կելը կերելա Անգելա Սիրուն յարս դաշտում կորելա Դաշտում կորելա Չլնի յարիս կելը Մութը անգելա Սիրուն յարս դաշտում կորելա Դաշտում կորելա Չլնի յարիս կելը կերելա
Չլնի արիս գելա գելա Ութա անգելա Սուրճ ու սեր առավոտից Սեր առավոտից վերջին րոպեներն են հարգելի ռադիոլսողներ եւ արդեն հաղորդումը քիչ-քիչ ամփոփում ենք վերջում ձեզ ներկայացնենք սպորտային նորություն հայտնի են Golden Boy Awards 2025-ի մրցանակի հավաքնորդները Բարսելոնայի կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին գլխավորում է Golden Boy մրցանակի հավաքնորդների ցուցակը որը ամեն տարի շնորհվում է եվրոպական ֆուտբոլի լավագույն երիտասարդ խաղացողին 18-ամյա իսպանացին ներկայիս վարկանշային աղյուսակում երկրորդն է թիմակից Լամին Յամալից հետո սակայն աստղային հարցակվողը չի կարող ստանալ մրցանակը, քանի որ հաղթել է անցյալ տարի։ Հաջորդ ցուցակում PSG-ի խաղացող Դեսիրե Դուեն է, որին հաջորդում են Արսենալից Մայլս Լյուիս Սկելին, PSG-ի խաղացող Վարեն Զայիր Էմերին եւ Ռեալի Նորեկ Դին Հոյսենը։ Ահա այսպիսի նորություններ։ Կարծում եմ սպորտային լուրերի սիրահարները տեղեկացան նաեւ սպորտային մարզական լուրերից էլի կա հետաքրքիր եւ հետաքրքիր մի տեղեկություն Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբներն են այսպես առանձնացված Ռեալ Մադրիդ 6.3 միլիարդ եվրո էլի սկսեցինք հաշվել նրանց փողերը Մանչեսթեր Սիթի 5.2 միլիարդ եվրո Մանչեսթեր Յունայթեդ 5.1 միլիարդ եվրո Բարսելոնա 4.5 միլիարդ եվրո Բավարիա Մյունխեն 4.3 միլիարդ եվրո Լիվերպուլ 4.1 միլիարդ եվրո Արսենալ 3.9 PSG 3.8 Տոտենհեմ Հոտսպուր 3.6 եւ ամենացածրը Չելսին է Անգլիայից 2.9 միլիարդ եվրո։ Սա Football Benchmark Group-ի հրապարակած Եվրոպայում ամենաբարձր արժեք ունեցող ակումբների վարկանշային աղյուսակն է։ Փաստորեն ցուցակը գլխավորում է Ռեալը, որի արժեքը 6.3 միլիարդ Այսպիսի հետաքրքիր բաներ սիրելի ռադիոլսողներ դե ինչ մենք հետաքրքիր այսպես ասած համեմատություններ անցկացրեցինք 90-ականների հետ երկերի միջոցով գնացինք ընկանք հաճելի հուշերի գիրկը լավ տրամադրություն հուսամ կարողացանք փոխանցել ձեզ սիրելի ռադիոլսողներ Ձեզ շնորհակալ ենք ուշադրության համար այսօր ուրբաթ է նշանակում է պետք է պլանավորել արդեն հանգստյան օրերը մենք ձեզ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր օրվա լավ շարունակություն եւ ամենակարևորը բարձր տրամադրություն ձեզ հետ հանդիպելու ենք երկուշաբթի։ Այսօր ձեզ համար աշխատեցին Մարինա Գրեգը եւ Լուսինե Մուրադյանը։ Այս շաբաթ կիրակին էլ ավելի քան մանկական է լինելու հաշվի առնելով հունիս 1-յան այդ տրամադրությունները մնացեք Հանրայինի հետ։